Ողջույն։ Նիկոլի իշխանությունը մի քանի կարծրացած ստերի առասպելների վրա է կառուցված, որոնցից մեկը իհարկե այսպես կոչված թալանի վերադարձն է։ Իդեպ, տարբեր ուսումնասիրությունների, այդ թվում սոցհարթակներում, շփումների արդյունքում պարզ է դառնում, որ այս թեզը ուղղակի բառ արտահայտություն է, ու թեև մարդիկ օգտագործում են 30 տարվա թալան արտահայտությունը, բայց ոչ պատկերացում կա ինչի մասին է խոսքը, ոչ էլ հավատում են, թե Փաշինյանը ինչ-որ բան է վերադարձնելու կամ եթե վերադարձնի էլ հասնելու է ժողովրդին։ Սրանք պատրաստ են ամիսներով, տարիներով, 7 տարի արդեն անդադար խոսել թալանից, բայց գործնական հատվածում ոչ միայն չկա էֆեկտիվություն, այլ մի նոր վտանգ կա պետության համար։ Օրերս Գյումրիում ասում է, ովքեր մասնակցում են Գյումրու ընտրություններին, դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու ճակատամարտին, բնականաբար բացի քպեից։ Եթե դու 7 տարի չես կարողացել թալան հետ բերել ու քեզնից կարողանում են պաշտպանել, ուրեմն քո տեղում չես։ Սա մի կողմ։ Մյուս կողմից Փաշինյանը ասում է, եթե որևէ մեկը ընտրվեց Գյումրու քաղաքապետ, դա իրեն ապահովագրելու է, որ թալանի ու չպատժվի։ Ինչ այդ քաղաքապետի պաշտոնը ինչ է։ Քաղաքապետը կարողանում է դատախազի վրա ազդել, դատավորի վրա ազդել, իսկ կարող է ինքնանշանակում։ Եթե կա պետություն, ոնց կարող է մեկը ընտրվի քաղաքապետ ու պաշտպանի իր թալանածը։ Եթե համարում ես, որ մարդ ընտրվելով քաղաքապետ կարողանալու է իր թալանածը պաշտպանել, ուրեմն հաղորդում ես տալիս, որ քաղաքապետից բարձր պաշտոն զբաղեցնող ցանկացած մեկը հիմա անձեռնմխելի է ու զբաղված է թալանով ու թալանը պաշտպանելով։ Եթե ընտրվում է քաղաքապետ, որ պաշտպանի թալանը, բա նախարար, մարզպետ, վարչապետ, աշխատողը որքան կթալանի ու կպահի։ Սա ավելի շատ հենց ՔՊ-ի դեմ խոսք կարելի է ընկալել։ Փաշինյանը նաև ասել է, թե իրենք համակարգ են ստեղծել ու գնում են ապօրինի գույքերի հետևից, հələ մի հատ էլ 2010 թվի ռենջը հետ բերել։ Տեսնենք, թե այս ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի հարցով ինչ են արել սրանք 7 տարում։ 2018 թվականից խոսում են, իսկ 20 թվականից գործում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, որը տարածվում է գույքի վրա, որի արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը եւ չի հիմնավորվում օրինական ծագումը։ Այսպես 2025 թվականի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 136 հայցադիմում է ներկայացվել դատարան։ Պահանջում են բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույք, 359 իրավաբանական անձանցում մասնակցություններ, 527 միլիարդ դրամ։ Սա պահանջում է նիկոլական համակարգը, իսկ ինչ են վերադարձրել 5 տարում։ Դատարանը վճիռ է կայացրել 5 անշարժ եւ 2 շարժական գույքի, 2 իրավաբանական անձանցում մասնակցության եւ շուրջ 1 միլիարդ 800 միլիոն դրամի մասով։ Սա իսկի վերջնականն էլ չէ, բողոքարկման փուլում է։ Պահանջում են 1381 անշարժ գույք, դատարանը վճիռ է կայացրել 5 անշարժ գույքի մասով։ 7 տարի իբր գործ են անում ու ունեն դատարանի ընդամենը 4 վճիռ։ Նաև այս դատական քաշքշուկների ընթացքում 8 անշարժ եւ 1 շարժական գույքի եւ 937 միլիոն դրամի հաշտության համաձայնագիր են կնքել։ Դա որն է։ Ըստ երևույթին ընկել են մարդկանց հետևից։ Գլուխն ազատելու, ահաբեկումներից պրծնելու համար ասել են «Արսա քեզ, մենակ ինձնից յանտուր»։ 7 տարում, եթե սրանք ռեալ 8 անշարժ գույք են հետ բերել, այն էլ հաշտությամբ, նշանակում է, որ իրենց ասած 1381 անշարժ գույքը հետ բերելու համար կպահանջվի այս տեմպերով 1370 տարի։ Բայց համաձայն մամուլի հրապարակումների ավելի շատ են դեպքերը, երբ դատախազությունը պարտվել է դատարաններում, իսկ բազմաթիվների դեպքում էլ ուսումնասիրել է ու ոչինչ չի գտել։ Բայց այս մասին չեն հայտարարում։ Մամուլը հարցում է անում ու ստանում պատասխաններ։ Քաղաքական առումով ձեռք չի տալիս, ասեն ապօրինի ձեռքբերման հիմքեր չենք գտել։ Բոլորը հիմնավորվում են, դադարեցրել ենք։ Ուզում եմ շեշտել, որ այս ճանապարհով ավելի շատ գլխացավանք են ստեղծում պետության համար։ Դիմում կա սահմանադրական դատարան պարզելու առհասարակ այդ օրենքի սահմանադրականությունը։ Սահմանադրական դատարանը 3 տարի գործը քննեցրել է եւ դիմել է Վենետիկի հանձնաժողով։ Ժողովուրդ թերթը մաս-մաս հրապարակում է Վենետիկի հանձնաժողովի պատասխանը, առ այն, որ
այն հիմքերը, հոդվածները, որոնց հիման վրա այսօր Հայաստանի Հանրապետության դատախազությունը բռնագանձումներ է տարածում, հակասում են Եվրոպական կոնվենցիային։ Այսինքն գործընթացը հակասահմանադրական է, այսինքն բոլոր այն դատավորները, դատախազները, քննիչները, որ դրա տակ են մտնում, հակասահմանադրական գործ են արել ու շարունակում են անել։ Իհարկե, սրանք նման սովորություն ունեն, այսպես կոչված սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին գործը վկա, բայց այս դեպքում Հայաստան պետությունն է կոնկրետ վնասներ կրելու։ Բոլոր այն անձինք, որոնցից գույք են խլել սրանք, վաղը դիմելու են Եվրադատարան եւ կառավարությունը ստիպված է լինելու համ գույքը վերադարձնել, համ գույքից ավելի փոխհատուցում տալ։ Այդ ժամանակ Նիկոլենք չեն լինի, բայց իրենց արած հերթական գլխից մեծ բանը կմնա ժողովրդի պետության ուսերին։ Պատկերացնում եք, իշխանափոխությունից հետո քանի հոգի է դիմելու ու ասի. ինձ սպառնացել են ու հաշտության համաձայնություն եմ կնքել։ Իսկ այդ որ պաշտոնյան կմտներ այս ամենի տակ։ Ով ըստիս ունի կոնկրետ շահեր, ակնկալիք։ Այսօր կարդացի ապօրինի գույքի գործով դատախազի աշխատանքից ազատվել, խոստացել են նշանակել վարչության պետ, չեն նշանակել, դուրս եկել գործից։ Բա որ մտնում է նման ապօրինի գործերի մեջ, ակնկալում է գոնե առաջ քաշում, չէ՞։ Սրբույի Գալյանը ոնց դարձավ արդարադատության նախարար։ Ապօրինի գույքի բռնագանձման ուղղություններ ղեկավարում։ Հիմա էլ որպես նախարար է դորդուբեշանում։ Ու հենց նախարար դառնալու ճանապարհին էլ երևաց թելի ծայրը, որով ամբողջ կծիկը քանդվելու է։ Երբ Գալյանը նշանակվում էր նախարար, սաղ ԿՊԱ-ականները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, էկոնոմիկայի նախարարն ասում էին մեր ԿՊ թիմի անդամ է։ Գլխավոր դատախազի տեղակալը ԿՊ քաղաքական թիմի անդամ է, այսինքն անաչառ չէ, ինչպես պահանջում է սահմանադրությունը, այլ ԿՊ թիմի մաս է։ Ինչպես որ գլխավոր դատախազը անաչառ չէ, քանի որ Նիկոլի օգնականն էր։ Իսկ երբ փաստում ենք, որ նա քաղաքական թիմի մաս է, ստացվում է, որ մինչ այս նրա գործունեությունը ամենայն հավանականությամբ ունեցել է շահադիտական նպատակ, իր քաղաքական թիմի շահերին համապատասխան։ Դրա համար էլ տեսնում ենք, լսում ենք, հայտարարագրերով կարդում ենք, որ լույսի արագությամբ հարստանում են ԿՊԱ-ականները, ձեռք են բերում անշարժ գույքեր, տրցակներով կանխիկ փող, որը չգիտես ինչու բանկում հաշվին չէ, բայց որևէ ԿՊԱ-ականի մասով ապօրինի գույքի բռնագանձումով նույն քաղաքական թիմի մաս հանդիսացող Սրբույի Գալյանը չի զբաղվում։ Արայիկ Հարությունյանը, Պապոյանն էին ասում մեր թիմի մաս է, բայց պարբերաբար հայտարարվում են Սրբուհի Գալյանի քաղաքական թիմի հակառակորդների վերաբերյալ, այսպես ասած, ապօրինի գույքով քրեական գործերի մասին։ Օրերս ճեպազրույցում Գալյանն ասում էր. ես չեմ հանդիպել ընդդիմադիրների խոշտանգման դեպքերի։ Սա այն դեպքում, երբ այդ խոշտանգումները եղել են ուղիղ եթերներով, բայց եթե ԿՊԱ-ական տիկինը ընդդիմադիրների խոշտանգումները չտեսնող արդարադատության նախարար է, որպես ապօրինի գույքի բռնագանձման գծով դատախազի տեղակալ ԿՊԱ-ականների ապօրինի հարստացումները կտեսնի, դժվար թե։ Լավ, այսպես ասած, թալան հետ բերողները հիմա ավելի շատ չեն թալանում, քան հենց իրենց հետ բերածն է։ Ռեալ հողի վրա ունեն ընդամենը 8 հաշտության համաձայնագիր 10 միլիոն դոլարի գույքով։ 10 միլիոն դոլար, որը էլի ասեմ, մի գեղեցիկ օր բողոքարկվելու է ու վստահ կարող ենք լինել վերադարձվելու է։ Ցուցմունքներ են լինելու, չկասկածեք, թե ինչ պայմաններում են դրանք փոխանցվել պետությանը։ Բայց դեռ դա էլ մի կողմ։ Այնքան որ խոսում են 1.5 Snoop Dogg-ի համերգի փող են հետ բերել սաղ։ Փաստորեն մենակ անիվի վրա կրկնակի եւ ավելի շատ փող են ծախսել, քան իրենց հետ բերած այսպես կոչված թալաններ։ Պետական պարտքի որքանն են շատացրել այս տարիներին։ 7 միլիարդ դոլար։ Չեք շփոթում, չէ՞, միլիարդ, ոչ թե միլիոն։ Հիմա դա թալան է, բա ինչ եք ասել։ Անշուշտ, բա դրա պատասխանը ով պետք է տա։ Հաջորդ իշխանությունները ինչ մեծ բեռի տակ են ընկնելու ձերս վերցված պարտքերի պատճառով։ Իսկ ինչ է կարել վարկերի փողը։ ԿՊԱ-ականների թարմացված հայտարարագրերը նայեք ու հենց հայտարարագրման կայքը աշխատի 2018-ի ունեցվածքի հետ համեմատեք ու շատ հարցերի պատասխան կստանաք։
Չէիք իմանում, չէ՞ որ այդ կայքը չի աշխատում։ Բա։ Լավ, մեկը հարցնի։ Իսկ այդ 10 միլիոն դոլար թալանը, որ վերադարձրել եք, ինչ եք արել։ Տրանսպորտ եք սուբսիդավորել։ Ոչ։ Թոշակ է դարձել։ Ոչ։ Թոշակը չեք բարձրացնում։ Ոչ էլ նպաստը։ Ոչ էլ դրանով եք ասֆալտ տանում, ասֆալտը վարկերով է։ Բացեք ՔՊ-ի հայտարարագրերը, կարդացեք Անիֆի հիմնադրամով փոշիացումները ու ամեն ինչ իր տեղը կունի։ Դուք ասես թալանը վերադարձնում եմ ժողովրդին, իսկ ժողովուրդը, որի աչքը ջուր կտրեց, 25% պաշտոնապես ու 50% ոչ պաշտոնապես աղքատության մեջ է։ Չէ, իհարկե, ՔՊ-ամերձ շրջանակը դրանց պես չի մտնում։ Մի 20, 30, չգիտեմ, 50 ընտանիք իհարկե աղքատությունից վերածվել են արագ բարգավաճող եւ հարստացողների խավի։ Եվ ընդամենը մնացածները ոնց աղքատ կային, այդպես էլ մնացին։ Ով էլ ծայրը ծայրին ձգում էր, հիմա աղքատացել է, որովհետև ամեն բան թանկացել է։ Էլ չասեն, որ մարդիկ տուն ու տեղից իրենց տասնամյակներով աշխատած ապրուստից զրկվեցին, եկել վարձով են ապրում, խառը գործ են անում։ Լավ, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ոտքին է գցել նաև թալանի վերադարձը, բայց ինչու է ամեն անգամ հատիկ առ հատիկը մեջտեղ բերում։ Հենց որտեղ ձախողում է, որը մի բան ձախողում է, տեսնում է դիրքերը թույլ են, զապաս թեմաներն է բերում առաջ։ Գյումրիում հարցումներով պարզել են, որ իրենց թիմը 3-րդ թե 4-րդ տեղում է։ Փաշինյանը վեր կացավ բեմ ու խոսեց հատիկ առ հատիկից։ Ինչու փարաքարում էլ թալանից չի խոսում։ Այնտեղ էլ են ընտրություններ, որովհետև ըստ երևույթին համարում են, որ դիմացները ուժեղ թեկնածու չկա։ Կարճ ասած, մենք ունենք փաստացի ոչ թե միլիոնների ապացուցված թալան, այլ միլիարդների աղմուկ։ Նիկոլն ասում է, չեմ մոռացել ինչեր եմ խոստացել, ինչերից եմ խոսել։ Ուղղակի մի բան է խոսելը որպես ընդդիմադիր գործիչ, մեկ այլ բան որպես վարչապետ։ Որպես ընդդիմադիր գործիչ ուռացրել, փքել, սարքել ես թեմաներ, որոնց տակից հիմա դուրս գալ չես կարողանում։ Իդեպ, այն որ նա վարչապետ դարձավ, դա էլ իրեն ուռացնելու, փքելու արդյունք էր։ Իսկ թե քանի թալանչու հետ է փայ մտել, այդ մասին մի օր կխոսենք, պատեհ առիթով։ Հատիկ առ հատիկ, բոլոր ապօրինությունները ու թալանը գրանցվում են։ Վաղը, երբ ձեր իշխանության վերջը գա, հերթ են կանգնելու ձեր դեմ ցուցմունք տվողները, ձեր թալանի մասին խոսողները, փաստերով ու ձեր թիմից։